Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր ուտեստ, որտեղ միավորվում են կապրեզե աղցանը եւ հավը, եւ պեստոն, եւ այդ ամեն համովությունը մեկտեղ, այսինքն հավով կապրեզե ենք պատրաստելու։ Շատ հետաքրքիր ձևով է պատրաստվում, արագ, հեշտ, ուղղակի մեզ պետքա շատ որակով հավ կամ հավի գրսկամիս։ Իսկ օրինակ մենք օգտագործում ենք զանգեզուրի թշնամոթերքը, դուք էլ կարող եք նույնը օգտագործել, կարող եք զանգահարել իրենց։ Զանգեզուրը գտնվում է Բարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում, կարող եք գնալ նայել իրենց տեսականին ծանոթանալ եւ կարող եք արդեն դրանից հետո միշտ զանգահարել եւ պատվիրել ձեր պետքերը։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո հավի գրսկամիս, կես կիլո չերի լոլիկներ եւ 4-ից 5 կոճ բասիլիկ, 200 գրամ թարմ մոցարելա, 2-ից 3 ճաշի գդալ պեստո սոս, 5 բջեղ սխտոր եւ 2 ճաշի գդալ capers կամ կաբարներ, աղ եւ սև բոբեղ եւ իհարկե լավ որակի ցտապտղի ցեք։ Հիմա արդեն պետք է համեմենք, ստեղ ունենք աղ, սև բոբեղ, ցտապտղի ցետ եւ սխտոր։ Ամենասկզբում ցտապտղի ցետով մի հատ տենց լավ ցտապտղի ցետը տարածում ենք բոլոր կողմերը, այսպես։ Հիմա պետք է սխտորը ավելացնենք։ Երկու կողմերը լավ տարածում ենք սխտորը, որ լավ հանդա։ Մի հատ օջարվեմ։ Աղը, բողբեղը, դե իհարկե բոլոր մեր համեմունքները միշտ մարանիքից, մյուս կողմ եմ դարձնում, եւ ավելացնում ենք աղը, բողբեղը, դե ինչ, մեր հավերը պատրաստ են, որպեսզի իրենց տաբագենք ու հետո արդեն կամաց կտեսնեք ինչ ենք անել։ Մի հատ նոր ենք լվացվեմ։ Բա որ սավա չունենայինք, ինչ կանեինք։ Սավա մեր ամանները լվանում է, մեր ֆանոցը մաքուր անում իրա լավ թեղերով եւ մենք մեր ձեռքերը դառնում մաքուր եւ փափուկ։ Մեր դաբագի վրա պետք է ավելացնենք հավերը, դաբագենք, մի կողմ տնենք, նույն ցեթի մեջ արդեն ավելացնենք լոլիկը, մի քիչ եփենք ու հետո ամենավերջում այս ամեն ինչը պետք է ուղարկենք չերոց։ Արդեն մեկ-մեկ կտեսնեք ոնց ենք անելու։ Ես այսպեսի բան պատրաստել եմ արդեն, մոմի թուղթն էլ դրել եմ, որպեսզի հավերը երբ որ դաբագենք, հետո այնտեղ դրենք, որովհետեւ մի հատ էլ պետք է չերոց ուղարկենք, որպեսզի եփենք։ Հիմա նայում ենք մեր դաբագի վիճակը, տեսնում ենք շատ լավ է, ավելացում ենք մեր հավերը։ Այս գործողության նպատակը դենց է, որ մենք պետք է գարմրացնենք մեր հավերը, այսինքն ինքը չի եփվելու, որովհետև մոտավոր 4 րոպեով իրեն պետք է եփենք։ Իրան ուղղակի այդ կարմրությունն ենք տալու, որպեսզի հետո չերոց ուղարկենք, ինքը իրական եփի։ Այսպես։
Ահա, այստեղ լոլիկները ունենք, բեյզելը ամենավերջն է, ես ընդհանրապես սիրում եմ լոլիկները իրանց կանաչ ջուղերով տրել ու հետո վերցնել, բայց դուք հանգիստիդ նայեցեք, եթե կուզեք կարող եք տենց էլ ավելացնել։ Այս պեստո սոսը արդեն պետք է օգտագործենք, մոցարելան պետք է կտրատենք, այս էլ վերջում։ Հիմա այս նույն ցետի մեջ մի քիչ էլ ավելացնում ենք ցետ եւ մեր չերիները։ Եվ շարունակում ենք։ Այս գործողությունը ինքը ոնց որ այդ ջուսերը կամ այդ հյութերը բոլոր հավաքում է չերիները եւ ինքը սոսը դառնում է ավելի ամբողջական։ Մի քիչ աղ Հիմա պետք է ավելացնենք մենք մեր հավի կողքերը։ Եվ այս բոլոր սխտորները ավելացնում ենք։ Փարակ շերտերը մոնում։ Պանիրը պատրաստ է, պեստոն կարող ենք դնել ու ուղարկել չերոց։ Ամեն մեկուն վրա մեկ կտալ։ Հիմա ավելացնում ենք մեր մոցարելաները կամ սլայսները մոցարելայի, այսպես ամեն մեկուն վրա մի հատ։ Այս էլ կողքը դրանք։ Մի քիչ աղ, սեպողեղ։ Բեյզել ենք ավելացնելու, ուրեմն ես բեյզելը ընդհանրապես ավելացնում եմ եւ մի հատ սկիզբը եւ վերջը, այսինքն էսի համի համար եմ ավելացնելու եւ հետո ներկայանալի լինելու համար ավելացնում եմ մի հատ էլ։ Տեսեք ինչքան հետաքրքիր ենք ստացել, հիմա արդեն ուղարկելու ենք չերոց։ Գնացինք։ Ուրեմն 180-ից 190 աստիճան պետքա դակացնենք ջրոցը եւ ինքը պետքա եփի 20-ից 30 րոպե։ Սկզբում դաբակել ենք, բայց դա իր եփվածությունը չի ապահովում, աման բերակայ պետքա եփի լավ հավերը։ Հիմա այստեղ պետքա մաքրենք, իթեպ մենք հիշեցնենք, որ ունենք հնարավորություն հանգստանալու եւ սուրճ խմելու եւ մեր սուիթնելայի շարոցները կամ սոջուխները կամ բաստղները վայելելու։ Հիմա բայց ես արդեն չեմ դիմանում եւ մի հատ ուզում եմ վերցնել, բայց չգիտեմ ումից վերցնեմ։ Դե ինչ, ես մի քիչ այստեղ մաքրեմ, դետուլավաշները վայելեմ։ Դուք էլ արդեն բաղադրիչները գրել եք թուղթի վրա։ Հիմա գզանքեք, ցեզ կփերեմ ու այսօր կպատրաստեք այս համովությունը։ Չեք մոռանում Կետրոն TV եթերում ամեն օր ժամը 9 եւ ժամը 17:00։ Մեզ կսպասեք, քանի որ մենք ամեն օր տալիս ենք ձեզ համով բաղադրատոմսեր եւ հիանալի մթերքներ։
Դե ինձ սիրելիներս, մեր ջաշը արդեն պատրաստ է, կարող ենք հանել ջեռոցից։ Վաու։ Մի հատ նայեք։ Տեսակ ինչ ենք ստացել։ Իդեալական։ Համովություն։ Ես գիտեմ, որ շատերը պիտի սիրեն այս համովությունը եւ պիտի պատրաստեն եւ մեզ պիտի գրեն, որ thank you very much, այսինքն մերսի շատ այս համով բաղադրատոմսի համար։ Մեր կյանքը ավելի անուշիկ դարձավ եւ գիտեմ մի քիչ exaggerator-ի, այսինքն մի քիչ ավելացրեցի, մեջերը չերիները տնենք, որը արդեն հալվայի պես ա եղել, մի քիչ ջրից, եւ մեր այսօրվա ընթրիքը գրեթե հասնում է իր ավարտին։ Capers-ն ենք ավելացնում, capers-ը, այսինքն կապարները վերջում ենք ավելացնում։ Ես ընդհանրապես չեմ սիրում եփի, սիրում եմ պատրաստելուց հետո ավելացնել։ Եվ հիմա basil-ները, այսինքն բասիլիկը։ Այսպես ցանցար դնում ենք։ Տեսնում եք։ Սկում եք, չէ՞, ինչքան համով պանում ենք։ Եվ այսօրվա հավով կապրեզեն պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խոժակ։ Դե ինձ սիրելիներս, ես անհամբեր եմ, որ փորձեմ։ Ուզում եմ այսպես կտրել։ Մի քիչ պաներից, մի քիչ հավից, նայեք ինչ լավ եփել է։ Մի քիչ լոլիկից, մի քիչ սոսից եւ վայելում ենք։ Շատ համով, չգիտեմ հավից է, հավի տեսակից է, հավի ֆիրմայից է, ոչ թե ինձանից է, ոչ թե դացած մտերքներից է կամ Մարանիկի համեմունքներից է, բայց շատ համով է։ Վայելեցի իմ բադարը, բայց մեկադա բայց կա։ Ես այս համովության հետ կխմեի մազա։ Եվ իմ սիրած մանգոյով մազան։ So, ուզում եմ դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք այս համովությունը ձեր ընտանիքի հետ։ Ես խմեցի, դուք էլ գնացեք պատրաստեք։ Ինչ եք նկարում դեր։